Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի եթերում հյուրընկալում ենք քաղաքագետ Հայկ Բալանյանին, բարև ձեզ պարոն Բալանյան։ Բարև ձեզ։ Պարոն Բալանյան, ուզում եմ այսօր մեր եթերում անդրադառնանք Հայաստանի երրորդ հանրապետություն հռչակումից հետո մեր ունեցած ձեռքբերումներին, եթե համարում եք, որ մենք տնտեսական կամ քաղաքական դաշտում ինչ-որ ձեռքբերումներ ենք ունեցել, խնդրում եմ նշեք եւ համեմատած խորհրդային միության տարիների հիմա Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակն ինչպիսին է։ Բարդ հարցը, որը մի քանի շերտ ունի, խնդիրը նրանումն է, որ մինչ խորհրդային միության փլուզումը, որը օբյեկտիվային process էր, մենք ապրում էինք համաշխարհային կլասի մի կայսրության մեջ, որը պատմական ժամանակաշրջանով գտնվում էր, այսպես ասած, մոդեռնի մի ծրագրի մեջ, որը ինչ-որ կանոններ ուներ, որը միտված էր զարգացման, αλλայնաստ ինչպես էր դա կատարվում։ Անկախությունը ի վերջո մենք պետք է թե դրա մասին սթափ ենք խոսում եւ լուրջ ենք խոսում, մենք ոչ թե նվաճեցինք, այլ այնուամենայնիվ խորհրդանիշը փլուզվեց եւ մենք պատրաստ չէինք այդ անկախության։ Եվ որպես հետևանք մենք վերապրեցինք որպես հասարակություն եւ որպես հասարակարգ ռեգրես, հետընթաց։ Որովհետեւ պարոն Բոլոր խնդիրները կապված են դրա հետ։ Մենք վերադարձանք չունենալով այդ պետականաշինության եւ պետականության պատմական փորձը, հիշողությունները, ավանդույթները, ինստիտուտները, բազմաձայն չենք կարող ունենայինք, հատկապես ինստիտուտների մասին խոսքը եւ հաշվի առնելով մեր պատմական անցյալը, մենք հետընթաց ապրեցինք դեպի նախամոդեռնային ինչ-որ մի ինստիտուտ կարգավիճակներ, ավելի շատ ապատատիրական, ընտրյալների, ոչ հավասարների, արտոնյալների, ոչ արտոնյալների մի հանրային կառուցվածք եւ բոլոր հետևանքները դրա հետևանքն են։ Եվ այստեղ խնդիրը մեր խնդիրների, մեր դժվարությունների եւ բացողումների պատճառը ոչ այնքան անկախությունն է, այլ անկախության բարիքները եւ գործիքները տիրապետելու անկարողությունը, պետականություն կառուցելու անկարողությունը։ Մարդիկ նույնացնում են անկախության ձեռքբերումը, ես հասկանում եմ, որ ինչ-որ սպառզանգված կա, որ այնպես է մտածում, որ անկախությունը բերեց ինչ-որ բարիքներ, չարիքներ եւ մենք սովետիվատ ավելի լավ ենք ապրում, սովետիվատ մենք նավթի բարձր գներ կար, խորհրդային միությունը մի ընդհանուր երկիր էր, որը այդ նավթը բարձր գնով վաճառում էր եւ ինչ-որ ձևով էր Մոսկվա, Լենինգրադ եւ ծայրամասերը պահում էր քաղաքական հնազանդության դիմաց։ Այդ ամենը ավարտվեց, մենք անցանք պետրոնային համակարգի, եթե հիշում են տարիքով մեծերը եւ ի վերջո համընդհանուր կոռուպցիա եւ տարանի միջոցով էր այդ համակարգը գոյատևում, որի վրա բոլորը աչք էին պահում։ Անկախության հռչակումը մեր մոտ եւ իրականացումը ուղեկցվեց պատերազմով, շրջափակումով, մինչ այդ ահավոր երկրաշարժով, որը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսական կարողությունների ուղիղ 1/3-ը, 25,000 մարդ զոհվեց, ինչքան արդյունաբերական եւ տնտեսական հնարավորություններ կործանվեցին, որ այդպես չվերականգնեցին, մինչեւ այժմ էլ վերականգնված չեն Հանրապետության երկրորդ քաղաքը, որը միգուցե նույնիսկ հիմա այժմ երրորդ քաղաքն է, իր բնակչությամբ ոչ թե երկրորդը եւ այլն, բայց գլխավոր խնդիրը մեր անկարողություններ լիարժեքորեն օգտագործել անկախություն հնարավորությունները։ Մենք չկարողացանք դրանք իրականացնել եւ ավելին մենք հետընթաց ապրեցինք որպես հասարակարգ։ Խնդիրը դրա մեջ է։ Եթե ձեռքբերումների մասին ասեմ, ես չէի ուզենա հիշատակել Ղարաբաղյան պատերազմի մեջ հաղթանակը, ազգային բանակի կազմավորումը, որի կազմավորումը 25-ամյակը մենք տոնում ենք, չնայած բարձ չի թե ինչի 25-ամյա մեր բանակը, որտեղ մեր ազգային բանակը երևի ավելի մի քանի հազար տարեկան է, բայց կարևոր չի։ Որպես ձեռքբերում ես առաջինը կնշեի հետևյալը, որ մենք սկսեցինք հասկանալ մեր բնակչության ստվար զանգվածը
զուգահեռ այդ գաղութախտի եւ խորհրդային միության գաղութի գաղափարների հետ զուգահեռ, որ ամեն ինչ կախված է մեզնից։ Մենք դարձանք անկախ երկիր, չպայքարելով այդ անկախ երկիր դառնալու իրավունքի համար, այնուամենայնիվ խորհրդային տարիներին անկախության մասին շատ քիչերն էին խոսում եւ այդ դիսկուրսը հիմնականում շատ մարգինալ կամ փոքր հատված բնակչությանն էր զբաղեցնում։ Մենք սկսեցինք հասկանալ, թե ինչ է, մենք հիմա նոր դառնում ենք որպես անկախ ազգ։ Մենք անկախ պետություն ենք, բայց դեռևս անկախ ազգի այդ կարգավիճակը մենք չենք ձեռք բերել։ Գլխավոր անկախության գլխավոր նվաճումը ես համարում եմ, որ մեր մոտ ձևավորվում է անկախության սերունդ։ Ես շատ եմ սիրում այդ համատությունը անել, որովհետև իսկապես տեղին է, ասենք Իսրայելի հետ եմ ուզում համատեմ, ասելով, որ սիոնիստները ստեղծեցին Իսրայել, այսինքն կարմիր ստվար զանգված հրեաների, որոնք ազգային պետականության վերականգնումով տարապում էին, հոգում էին, մտածում էին դրա մասին եւ ստեղծեցին ազգային պետություն 3000 կամ 2000 տարի կորստից հետո։ Եթե անկախության մասին ասենք, որտեղ Հրեաստանը միջայտել անդադ կախման մեջ էր գտնվում, բայց այնուամենայնիվ մենք ստացանք անկախությունը որպես պետականություն, բայց հիմա մեր խնդիրն է աճեցնել այդ սիոնիստներին, աճեցնել այդ անկախ սերունդը, որը ի վիճակի է եւ կարող է օգտագործել մեր ահռելի հնարավորությունները, այն որ մեր ազգը, մեր մարդիկ ընդունակ են Հայաստանը կառուցել, ստեղծել մի այնպիսի հրաշալի երկիր, որ աշխարհն էլ կարողանում է, ես մի գրամ չեմ կասկածում, որտեղ հայերը ապացուցել են դա իրենց կարողությամբ, աշխատունակությամբ, տաղանդով, տասնյակ եւ հարյուրավոր տարբեր երկրներում ամենտեղ հաջողության են հասնում, ամենտեղ բարձր դիրքեր են գրավում, հայերը այդ ամեն ինչը կարան։ Մեր մոտ երկրի ներսում նոր չեն կարողանում։ Դա ուրեմն խնդիրը ոչ թե հայերի որակն է, որպես աշխատող եւ ստեղծող մարդու, այլ խնդիրն այն է, որ հայերը այդ քաղաքական համակարգի ստեղծման ձևը չգիտեն, մոռացել են։ Պատմականորեն, քանի որ ժամանակ է պահանջում, ի վերջո պատմության տեսակետից 20-25 տարին դա չնչին բան է, ասենք ապագա դասագրքերում ոչ ոք չի հիշատակելու միգուցե մի 1000 տարի հետո այս 20-25 տարին այս հաժամուժը որ գնալու է անհայտություն, ոչ ոք դրանց մասին չի հիշելու։ Բայց ես կարծում եմ, որ գլխավոր նվաճումը, որ մենք ունենք, ոչ թե ռազմական հաղթանակներն են, ոչ թե, չգիտեմ, մապում մեր դրոշն է, մեր այնուամենայնիվ փոքր բայց այն, չգիտեմ, միջազգային հարաբերությունում, այնուամենայնիվ Հայաստանը կարևոր երկիր է եւ Հայաստանի հետ հաշվի են նստում թե բարեկամները, թե թշնամիները, թե հակառակորդները, թե այլ երկրները, գլխավոր նվաճումը այն է, որ այս անկախության տարիներին մենք ստեղծում ենք մի սերունդ, որը իսկապես կկարողանա անկախության ռեալիզացումը անել։ Անկախ պետություն հռչակելը, դրոշ ունենալը եւ մակում նստատեղ ունենալը դա շատ քիչ է։ Պետք է այնպես անել, որ այն ամբողջ ահռելի պոտենցիալը, որ կա մեր ժողովրդի մեջ, այն ունակությունները, որ մենք ունենք, մենք կարողանանք լիարժեք օգտագործենք մեր երկրի ներսում։ Եվ ես կարծում եմ, որ մենք մոտենում ենք այդ գոյավիճակին, որովհետև այն բոլոր առասպելները, դայրով եկած խաբկանքները եւ միամիտ հույսերը այլ երկրների վրա, այլ ժողովուրդների վրա, չգիտեմ, Հյուսիսի վրա, Մոսկվայի վրա, Վաշինգտոնի վրա եւ այլն, դրանք իդերև են լինում եւ ստեղծում է կազմավորում է մի սերունդ, որը հասկանում է, որ սա մեր պետությունն է եւ այդ պետության շրջանակներում մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծենք, որտեղ պետություն, սեփական պետություն ունենալը լավ բան է։ Մենք դա տեսնում ենք հենց նույն միջին արևելքում։ Մենք տեսնում ենք, թե եզդիների հետ ինչ է կատարվում Իրաքում եւ Սիրիայում։ Մենք տեսնում ենք նույն Ասորեստանի տարածքում, ասենք նույն Սիրիայի եւ Իրաքի ասորիների հետ ինչ է կատարում, ցեղասպանություն է բառացիով են կատարում։ Մենք տեսնում ենք բազմաթիվ այլ տեղեր, որ այն ազգերը, որոնք ունեն սեփական երկիր, սեփական պետություն, սեփական բանակ, իրանք մսխվում են, իրանք ոչնչացվում են, իրանք ճնշվում են։ Եվ մեր բոլոր խնդիրները ի վերջո լուծվելու են, եւ այդ լուծման բանալին մենք ենք։
Եվ մենք իհարկե կարող համատենք ինչ-որ լավ տարբերակի հետ, ավելի զարգացած եւ ավելի մեծ փորձ եւ հնարավորություն ունեցող ազգերի հետ, մենք կարող նաեւ համատենք այն ազգերի հետ, որոնք պետություն չունեն եւ ի վերջո դատապարտված են իրենց պատմական հայրենիքը լքել, օրինակ նույն Ասորիստանը պատմական միջագետքի գրեթե դատարկված ասորիներից, աշխարհում մեկ ծլիվ են եղած, նույն եզդիների հետ ինչ է կատարվում, մեր տարածաշրջանում դա ծաղուկ սրտի միշտ սպառնում է, մենք տեսնում ենք, թե այն ժողովուրդները, որոնք բազմաթիվ մամեդական եւ ոչ մամեդական երկրներում, որոնք սեփական պետականություն ունեն, ինչ հալածանքների եւ ճնշումների են ենթարկվում եւ այլն։ Եթե մենք խոսում ենք մեր մասին, մենք պետք է հասկանանք, որ պետք է համատել ոչ ավելի հաջողակների հետ եւ ոչ էլ ավելի անհաջողակների հետ, ինչքան մենք այսպես ըստ մարդկային առումով համակրանք ունենանք այդ ազգերի նկատմամբ։ Մենք պետք է համատենք մեր սեփական հնարավորությունների հետ։ Ես կասկած չունեմ, որ մենք ավելի ենք արժանի եւ անկախությունը այն գործիքն է, այն ինստիտուտն է, այն հնարավորությունն է, որ մեր թույլ է տալիս բացահայտել մեր ժողովրդի ունակությունները։ Ես հավատում եմ, որ մեր մոտ դա ստացվելու է, դա ժամանակի հարց է, որովհետեւ մենք այլ տարբերակ չունենք մի կողմից եւ երկրորդը ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը այնուամենայնիվ ունակ է այդ ամեն ինչին, որտեղ ինքը ունի բոլոր այդ հատկությունները եւ ինտելեկտը եւ խիզախությունը եւ համառությունը եւ աշխատանքի ունակությունը, որոնք այդ խնդիրները լուծել։ Անկախությունը դա հնարավորություն է։ Անկախությունը դա ինչ-որ մի շքանշան չի, որ դա տրվում է եւ ասում է դա դու անկախ ես, չէ։ Անկախությունը դու պետք է ապացուցես ամեն օր աշխատանքով, կրթությամբ, քո գործելու վճռականությամբ, կռվելու վճռականությամբ, ունակությամբ եւ պատասխանատվությամբ։ Դա հնարավորություն է քո ազգի համար ապահովել ավելի լավ հնարավորություններ աշխարհում, ավելի լավ հնարավորություններ զարգանալու, մեծանալու, աճելու եւ այլն։ Անկախությունը դա միշտ մի գործիք է, որը քո թևերը պետք է բացահայտի։ Եթե քո ներսում խնդիրներ կան եւ քո թևերը կտրում են, այդ դեպքում դու անկախության բարիքները լիարժեք չես կարողանում օգտագործել։ Մենք մինչեւ հիմա այդ մեր անկախության հնարավորությունները չենք բացահայտել, լիարժեք երբեք չենք օգտագործել, խնդիրը դրանումն է։ Մեր ժողովուրդը պետք է լինի անկախ, ոչ թե վերնախավը, ոչ թե ղեկավարը անկախ լինի սեփական ժողովրդի, չէ, մենք ստացանք անկախությունը, բայց մենք ներքին ազատությունը չստացանք։ Մի քիչ երկար պատասխան տվեցի, բայց վերջո այդ թեման մասին կարելի է խոսալ եւ խոսալ, բայց ասենք տավտոլոգիայի մեջ չգտնելով միշտ ավելի լավ է լինել ազատ քան թե բանտարկել, այլ հարց է, որ այդ ազատ մարդը պետք է հասկանա, թե ինքը ինչով է զբաղված եւ ինչպես է ապրում իր հետագա կյանքը։ Եթե դի զբաղվի, չգիտեմ, արբեցողությամբ կամ նարկոմանիա կամ հակասոցիալ վարքով, իհարկե իր համար այդ ազատությունը ոչ մի արժեք չունի։ Վերջո հայտնվելու է բանտում։ Եթե մենք չենք ուզում նույնից բանտում հայտնենք, ուրեմն մենք պետք է թարգենք մսխել մեր պատմական ժամանակաշրջանը եւ ֆրուկտներս գլուխս հավաքենք եւ օգտվենք այդ անկախության հնարավորություններից։ Փոքր ազգերը եւ բազմաթիվ փոքր երկրներ կան, որոնք շատ ավելի լավ են ապրում, քան թե խոշոր պետությունները եւ շատ ավելի մեծ հնարավորություններ զարգանալու եւ զարգանում են եւ աճում են եւ այլն։ Փոքր երկիրը նրանով չի փոքր, որ ինքը տարածքով կամ բնակչությամբ փոքր, չնայած Հայաստանը այդքան էլ փոքր չի, ոչ տարածքով, ոչ բնակչությամբ, այլ իր մտածողությամբ։ Եթե մենք մտածենք, որ մենք կարանք, մենք կարողանանք։ Եթե անդադ նստենք լացանենք, որ ոչ մի բան չենք կարող անենք, ապա իսկապես ոչ մի բան չի ստացվի։ Անկախության գլխավոր նվաճումը դա է, որ ստեղծում է մի սերունդ, որը տեսնելով աշխարհը եւ տեսնելով հնարավորությունները տեխնիկական, մարդկային, սոցիալական, տեղեկատվական հասկանում է, որ մենք մեր հողում կարանք ստեղծենք լավ երկիր, լավ իշխանությամբ եւ լավ կառավարմամբ, որտեղ մարդիկ երջանիկ կլինեն։ Եվ այժմ այլ պետք է նայենք առաջին հերթին մեջի, մեր էության, մեր ապրելաձևի մեջ։ Ես կարծում եմ, որ գլխավոր նվաճում այս 25 տարվա, նայելով մեր երիտասարդներին, դա է, որ ստեղծվել է մի սերունդ, որը այլևս մեր բարդությունները չի ունենալու եւ միտված է դեպի զարգացում։ Մենք դեռ անկախությունը պետք է ռեալիզացնենք։ Եվ այդ գիտակցությունը գալիս է։ Մյուս կողմից, եթե մենք ցանկանում ենք
իսկապես անկախ պետություն ունենալ եւ լավ կառավարել այն, ուրեմն նաեւ չպետք է արտագաղթենք մեր երկրից։ Եվ դա վտանգ չի ստեղծում շարունակվող արտագաղթը պետականության կորստի։ Իհարկե, արտագաղթը պետականության կորստից չի, այտենց դառնասն գիտեք ինչ, ես մի հատ բան ասեմ, որոնք շատ մարդիկ ինձ հետ չէին համաձայնվի, բայց երևի թե միակ պատասխանն է, որ ես կարամ տամ։ Իհարկե շատ դառը երևույթ է եւ իմ բազմաթիվ հասկականներ, բարեկամներ արտագաղթել են, բայց ես հասկանում եմ մի բան, որ ի վերջո ով արտագաղթել է Աստված իրանց հետ իրանց գործերին հաջողություն, ես ոչ մեկին ոչ ուզում եմ ինչ որ դատապարտեմ կամ ինչ որ դու խոսք ասեմ, ամեն մարդ իր կյանքի ճակատագրի տերն է, իրենց գործն է։ Միայն հաջողություն եմ իրենց մաղթում, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Այն մարդիկ, որոնք այստեղ կմնան, տալու են այն որակը, որը մեզ ցույց կտա վերակառուցել մեզ եւ ստեղծել նոր երկիրը։ Ով որ մնալու է, ով որ համարելու է, որ սա է երկիրը եւ մնացած սոցիալական օբյեկտիվ երևույթներ են, սոցիալական, տնտեսական երևույթները, դժվարությունները, որոնք մարդիկ ուզում են լուծեն եւ իրանց համար ճանապարհ են ընտրում արտագաղթեն, Աստված իրանց հետ։ Բայց ես կարծում եմ, որ եթե մարդը մնում է այստեղ եւ մնացողների քանակի մեջ այդ որակը մարդկանց, որոնք համարում են, որ արտագաղթել հնարավոր չի, անհնար է եւ պետք է մնալ այստեղ ատամները սեղմած պայքարել եւ ստեղծել երկիր, այդ մարդկանց տոկոսային, այսպես ասած, տեսակարգի բարձրանում է։ Մի բան ասեմ, եթե նույն Լեռնային Ղարաբաղում 88 թվականին բնակչությունը մնացել են 140,000 հայ։ Այդ 140,000 հայը պատերազմ տեսավ, հաղթահարեց եւ այլն, բայց եթե մնային այն մարդիկ, որոնք բիզնեսներ ունեն, չգիտեմ, Բաքվում, Գյանջարիում, այնտեղ պաշտոնների, գործարանների փոխտնօրեններ էին, տնօրեն չէին կարողանում, գլխավոր ինժեներներ էին եւ այլն։ Այդ մարդիկ իրենց փողային եւ մնացած հարցերով կապված էին, ներառված էին ադրբեջանական վերնախավի հետ։ Երբեք Ղարաբաղում այդպիսի մի շարժում համազգային չէր ստեղծվել։ Նույն բանը մենք գիտենք, որ այս պատմությունից մնացած տեղերը այն մարդիկ, որոնք իրենց ճանապարհը, իրենց կյանքը տեսնում են Մոսկվայում, Կրասնոդարում, չգիտեմ, Լոս Անջելեսում, ավելի լավ է թող գնան, Աստված իրենց հետ։ Ես ավելի շատ ոչ թե քանակի կողմնակից եմ, ես որակի կողմնակից։ Իրա վերջում մեր խնդիրը մենք հիմա որ ցենց քննարկում ենք, ինչ իմացնել մենք խոսանք, մեր խնդիրը որակի խնդիրն է, քանակի խնդիրը չի։ Մենք չենք բողոքում, որ մենք 10 միլիոն լինենք, ինչ որ հարցեր կնենք, չէ, մենք ոչ այս որակով մենք 10 միլիոն լինենք, ոչ մի հարց չենք լուծի։ Մեր խնդիրը քանակի հարցը չի, մեր խնդիրը որակի հարցն է։ Արտագաղթում են, Աստված իրենց հետ իրենց հաջողություն։ Միակ բանը կարամ ես դա ասեմ, բայց ով որ մնալու է, ես կարծում եմ մնալու են ամենահամառները, չգիտեմ, հողին կարճած մարդիկ, եւ ես կարծում եմ, որ այդ հողի կարճած մարդկանցով մենք այդ մեր հարցերը կլուծենք։ Ով ուզում է թող գնա, եթե այդ մարդու տնտեսական շահերի կենտրոնը, չգիտեմ, այլ տեղ է, չգիտեմ, Փարիզում է կամ Մոսկվայում է, թող գնա իր համար ապրի, իր երեխեքին, չգիտեմ, ոնց է դա սիրակում, Աստված իր հետ, բայց ով որ մնալու է այստեղ, ես կարծում եմ, որ մեր մոտ մնալու են ամենայն համառները, չեմ ուզում անփագողոր բառերը օգտագործեմ, չգիտեմ, այն ասել, չէ, այն մարդիկ, որոնք համարում են, որ սա իրանց հողն է եւ գնալու տեղ չենք արտագաղթելու, ասենց ասեմ, տենց Facebook-ում տենց մի հատ կարգախոս կա, չենք արտագաղթելու, մնալու ենք ստեղ, ինչ ուզում ալի, մենք հաղթելու ենք։ Գնացողների համար հաջողություն, ազգային անվտանգությունը կապված է նույնից եմ ասում, իհարկե շատ ցավալի է, որ մարդիկ գնում են, բայց ես կարծում եմ, որ որակը կտա քանակ, ոչ թե քանակը կտա որակ։ Եթե այստեղ մենք այդ որակը փոխենք մեր մեջ, մեր կառավարման մեջ, մարդիկ կգան։ Լավ երկիր շատերն են գալի։ Ընդդեմ ոչ միայն էթնիկ հայեր, ասիկ մարդիկ գնում են Ամերիկա, ոչ թե նամա, որ դա հայկական երկիր է, ովքեր այնտեղ ինչ որ լավ երկիր է։
արտագաղթում են լավ տեղ։ Հիմա նույն բանը ստեղ է, լավ որակի կառավարում, լավ որակի երկիր, եթե մենք ստեղծենք, մարդիկ հետ կվերադառնան ինչ-որ մի մասով կամ ասում հետ չեն գա, բայց ես կուզենայի, որ մենք եթե լուրջ խոսում ենք, եթե պատասխանեք ինձ ակնկալում, հա, արտագաղթը սպառնում է մեր անկախության, արտագաղթը իսկապես շատ վատ բան է, բայց ես հիմա այստեղ Երևանում նստած ոչ մի այլ բան չեմ կարող ասեմ, ասենանից թե ինչ կարող տեղի ունենա, ես կարծում եմ, որ մնալու են ամենահամարները, այդ ամենահամարներով եւ թողենք կարճացնելով պետք է փորձենք ինչ-որ մի բան անենք, այլ բան ասել չեմ կարող օգսեպտի։ Պարոն Բալանյան, անկախ պետություն ունենալու կարևոր գրավականներից մեկը, եթե չասենք ամենակարևորը հզոր տնտեսություն ունենալն է, բայց մենք նաև գիտենք, որ մեր տնտեսությունը մեծ չափով կախված է Ռուսաստանի Դաշնությունից, այսինքն շատ ոլորտներ տնտեսության կառավարվում են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ինչպես վերափոխել այս ոլորտը, որ մենք ինքնուրույն կարողանանք մեր տնտեսությունը կառուցել հնարավորինս քիչ վարկեր ներգրավելով։ Ну, առաջին հերթին ես այդքան էլ համաձայն չեմ, մեր խոշորագույն եւ ամենաարուստ երկր հիմնարկները Ռուսաստանից կախված չեն։ Խոսքը գնում է օրինակ Զանգեզուրի եւ Խանձամոլիբդերային կոմբինատը գերմանական ընկերության տակ է գրանցված, չնայած փայտեր ես գալի մասը հենց մեր հայերն են։ Նույն բանը այդ Ալավերդու եւ Դրամբոնի ոսկի մշակման կոմբինատի տերն են, հա, Ալեքս ընկերությունը, որը շվեյցարական ընկերություն է, այս վերջերս ամենախայտարակ ձևով սեփական աշնորհված շատ մեծ արժեք ներկայացնող Որոտանի կասկադը, որը ատոմակայինից ավելի շատ հոսանք է արտադրում, ինքը ամերիկյան ընկերություն է, բարձր տեխնոլոգիական ընկերությունները, որոնք մեր մոտ կան հայ-տեքը, ծրագրավորման, չգիտեմ, էլեկտրոնիկայի ընկերությունները բոլորը աշխատում են արևմուտքի հետ, մեր արտահանման մեծ մասը ոչ Ռուսաստան է գնում, հա, Ռուսաստանը իր տնտեսության բնույթից ելնելով ինքը կարողանում է վերահսկել միայն բնական կամ ոչ բնական մենաշնորհները, հոսանք գազ։ Այսինքն այնտեղ որտեղ պետք է աշխատանք, չգիտեմ, արտադրամասեր, ասենք նույն ասենք Ռուբեն Հայրապետյանը խոշոր կարի ֆաբրիկա ունի, որը Ամերիկայի արտահանում կարի արտադրամաս, այդ թվում նաև ամերիկյան ոստիկանների շորը Վանաձորի կարի ֆաբրիկան, Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի եւ այդտեղ բազմաթիվ ընկերություններ, մեր էքսպորտի արտահանման մեծ մասը ոչ Ռուսաստան է գնում։ Իսկ նույն գազը մենք կարող առնենք մենք Պարսկաստանից։ Մեր կախվածությունը այդ իմաստով ոչ թե այդքան Ռուսաստանից է, ինչը գազ առնելը մենք Պարսկաստանից չենք կարող առնենք։ Կամ ասենք Արմենտելի փոխարեն, չգիտեմ, ինչ-որ շվեյցարական բջջային կապը, ինչ-որ կապված են, միջև էլ ունական կազմակերպություններ, ՕՏԵ-եր։ Կամ Ռեյտելեկոմը միջև էլ Լիբանանի ինչ-որ կիսօրչափ արաբներ են, հետո ռուսներին վաճառեցին, այդտեղ ինչ կախվածության մասին է խոսքը։ Շուկան բացել 6 հատ այլ ընկերություն գա եւ այդ նույն բջջային կապը դες 10 հատ ընկերություն կարող վաճառի, այդտեղ ինչ նախնդիրը։ Մենք մեր գլխավոր կախվածությունը դա չէ, մեր գլխավոր կախվածությունը այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած աշխատողները, հոպանչները, այսպես ասած, հիմնականում գնում են Ռուսաստան, որտեղ լեզվի խնդիր եւ օրենսդրության խնդիր չկա, գնում են Ռուսաստանից փողովարկում այստեղ մարդիկ ապրում են, բայց մեր եւ արտահանման մեծ մասն է ոչ Ռուսաստանից, եւ Ռուսաստանի եւ ներմուծման մեծ մասն է ոչ Ռուսաստանից, ընդ որում ռուսական ներմուծման զգալի մասը կարելի է հեշտությամբ փոխանել իրանականով։ Սա մեկ։ Ամենախոշոր եւ ամենահետաքրքիր հիմնարկները, ասենք Զանգեզուրը, Պրինցը, Ոսկին եւ Մոլիբդենը ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված չեն։ Ատոմակայինը մաքուր հայկական է, Որոտանի կասկադը ամերիկյան։ Իրաց վաճառած գազն է, որը կարելի է փոխարինել եւ արմենտել վիվասել։ Մի երկու հատ էլ բանկ կա։ Մեր պարտքերի առիթի բաժինն էլ համաշխարհային բանկ, եվրոպական բանկ, մենք Ռուսաստան գործնականում փոխպարտ չենք։ Այդ կարակ նայեք, ասենք Հայաստանի արտաքին պարտքերի կառուցվածքը։ Մենք Ռուսաստան նոր այս վերջերս $200 միլիոն տվեցին սպառազինությունը
վերահսկողությունների համար միջվետը կարծեմ ատոմակայանի վերազինման համար 70 միլիոն են տվել թե ինչ է։ Այսինքն մեր պարտքերի մեծ մասը արևմտյան են։ Դա երկրորդ հարցը։ Տնտեսության վերակառուցման եթե վերադառնանք, մեր տնտեսությունը մսխում է օլիգարխիկ համակարգը։ Դա Ռուսաստանի հետ չի կապված։ Այստեղ էլ ես այլ արգումենտ ասեմ, որ Ռուսաստանին չմեղադրենք։ Հա? Որտեղ Ռուսաստանը պետք չի մեղադրել, եթե մեր իշխանությունը թալանչի է եւ զբաղված է սեփական գրպանը հարստացնելով, այսինքն այստեղ էլ հակառուսականություն պետք չի որոնել, ռուսները չեն ասում մեր իշխանություններին թալանեք երկիրը կամ մսխեք։ Ուրիշ հարցը, որ իրանք աշխատում են նրանց հետ, ովքեր որ կան այստեղ եւ բնավ մեր տեղը մեր հարցերը չեն լուծելու։ Մեր տնտեսության կազմավորման, վերակառուցման, խելքի գալու խնդիրը այս իմաստով Ռուսաստանի հետ չի կապված, մեր կապված է մեր ներքին խնդիրների լուծման հետ։ Սա իմ պատասխանը։ Այստեղ Ռուսաստան մեղադրել պետք չի, եթե մեր վերնախավը հանցագործ է։ Ռուսները կաշխատեն յուրաքանչյուր ընտրված եւ պինդ իշխանության հետ, որը այստեղ կտեսնեն, ինչպես են յուրաքանչյուր այլ երկիր։ Դա մեր ներքին խնդիրն է, Ռուսաստան մեղադրելու կարիք չկա։ Պարոն Բալանյան, ինչպես անել, որ իշխանության կան այնպիսի մարդիկ, ովքեր ունակ են մեր երկիրը կառավարելու, այսպես ասած, խելքի բերելու։ Այսինքն մտավոր ինտելեկտուալ բարձր ունենալը, երբ որ գալիս է ոչ լեգիտիմ իշխանություն, ինքը ինչ է անում։ Ինքը շատ բարձ սխեմա է գործում։ Ինքը պարտական է իր իշխանությամբ հանցագործներին, թաղային հեղինակություններին, կեղծարարներին, քրեական հանցագործներին եւ ի վերջո այդ մարդկանց համար պետք է ինքը մարդիկ ծրի իր գեղեցիկ աչքերի համար չեն այդ ամենը անում։ Պետք է վճարի։ Ճիշտ է։ Այսինքն այդ դեպքում այդ մեր երկրի ամբողջ ռեսուրսը գնում է այդ մարդկանց կերակրվելու լեգիտիմության բացակայությունը հանցագործ մեթոդներով փոխհատուցելու վճարելու համար։ Բաց ասած մեր իշխանությունը գնում է իր հենարանը, քաղաքական հենարանը մեր փողերով։ Այդ դեպքում ինքը զարգացնելու եւ զարգանալու ունակություն ինքը կարա իշխի, բայց կառավարել չի կարա։ Եվ կա մի ձև հարցի պատասխանը տալու։ Պետք է Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Իշխանություն, որը հիմնված է ժողովրդի կամքի վրա։ Իսկ որպեսզի դա կատարվի, պետք է շատ բարձ հասարակ բան։ Մարդիկ պետք է չկաշառվեն, փողի հետևից չընկնեն եւ ի վիճակի լինեն մեծ կազմակերպություններ ստեղծել։ Այլ է մեր մոտ է դեռևս մինչև 100 հոգի կարողանում ենք կազմակերպություն ստեղծել, դրանից ավելի խոշոր կազմակերպություն, փոքր կազմակերպությունները փոքր խնդիրներ են լուծում։ Մեծ կազմակերպություն, մեծ կառուցվածքներ են կարող խոշորներ խնդիրներ լուծել։ Իսկ դրա համար պետք են այլ մեխանիզմներ, որոնք մենք դեռևս չենք կարողանում տիրապետել։ Մեծ կազմակերպություններ են պետք, մեծ կառուցվածքներ, իրաց կարգապահությամբ, գաղափարախոսությամբ, որպեսզի մարդիկ կարողանան ի վերջո վերահսկեն այն ինստիտուտը, որը պետք է ծառայի իրենց սեփական պետությունը։ Բայց մեր հասարակության մեջ մի տենդենս է նկատվում։ Օրինակ, մեր հասարակության մեջ մի տենդենս է նկատվում, ինչ որ կարևոր հարց լուծելու համար պայքարի բացակայության, մեկ էլ համախմբվածության պակասը եւ մտավոր բարձր ունակություններ ունեցող անձանց խոչընդոտում են առաջ գնալ, այսինքն մեկը մեկին կոխրճելու ճանապարհ չտալու այդ միտումը նկատվում է եւ ազգային ժողովում կառավարությունում էլ հիմնականում մտավոր ոչ բարձր ունակություններով անձինք են հայտնվում, կան շատ պատգամավորներ ազգային ժողովում, ովքեր միայն կոճակ սեղմելով են զբաղված, իրենց չի էլ հետաքրքրում ժողովրդի խնդիրները, միայն իրենց բիզնեսն է հետաքրքրում, ինչպես ծաղկեցնել, դրա համար էլ խորհրդարան են մտնում։ Տրամաբանական է, որովհետև խելոք պատրաստված մարդը իրենց համար վտանգ է, ուստի պետք է վատերին առաջ բրդեն, որպեսզի այդ թույլերը, վատերը, անգրագետները իրենց հնազանդ լինեն։ Մեխանիզմը կառավարման այս ամբողջ խնդիրը նրանումն է, որ երբ որ դու ունես մեղսունակ համակարգ, այնտեղ մարդը ի վիճակի է, չգիտեմ, ասենք կներեք, Չոբանի որդին կարա բարձրանա միջև վերև։ Բայց քանի որ այդ ճանապարհը փակել են, ստեղծել են արտոնյալների, չգիտեմ, իշխանների եւ իրենց արևին ճորտերի մի համակարգ, որտեղ
տաղանդավոր խելոք մարդը ոչ մի ձև չի կարող վերև բարձանա, որտեղ իրանց դեբիլ երեխաները այդ պաշտոնների համար են նախատեսված։ Այդ դեպքում այդ մեխանիզմը այդ ճանապարհը փակել են։ Ստեղծել են, ասենք, ֆեոդալական մի համակարգ, որտեղ մի փոքր խումբ փորձում է իշխել ամբողջ երկրին։ Հասկանալի է, որ պետք է այդ մեխանիզմը գործի։ Տաղանդավոր կամ չգիտեմ գրագետ մարդը այդ համակարգում տեղ չունի։ Մաքսիմում պետք է ինչ-որ մի կողմնակի սպասակող ծառայի դեր կատարի, բայց ռեալ լսակները պետք է պահպանեն այդ խավը։ Այդ համակարգի տրամաբանությունն է։ Եթե համակարգը հանգած բացեն, դա իրաց մահը կլինի։ Ուստի իրանք թույլ չեն տալիս, որպեսզի արժանավոր մարդիկ վերև բարձրանան, որտեղ այդ արժանավոր մարդիկ իրանց վերացնելու են։ Իրանք տեղ չեն ունենա։ Համակարգի տրամաբանությունն է, այն դա կարամ ասել։ Դա այլ տարբերակ չկա, ինքը չունի իր մեջ ներքին ներդրված ռեսուրս զարգանալու եւ առաջընթացի։ Ուղղակի չունի։ Դրա համար պետք է այլ մոտեցում, որը այդ մարդիկ այդ խավը չունի։ Դրա համար իրանք այդ ճանապարհը միշտ փակել են եւ փակելու են, որտեղ դա իրանց մանան է։ Իրանք չեն կարող ասել, ազասս սահմանափակվեն, ասեն, այս բիզնեսն է, այսքանը մենք չգիտեմ տալանել ենք բան, մեզ հանգիստ տողեք, մենք գնանք։ Չեն կարող, իրանք անդադ անկուշտ են։ Չեն կարող կանգնեն։ Հիմա պատմական փորձը այլ ազգերի որ նայենք, ինչ-որ ժամանակ հետո դա վերջանում է շատ վատ։ Եթե այդ վերնախավը չի հասկանում, թե ինչպես է պետք կառավարել երկիրը։ Այդ մարդիկ են, քանի որ ինչպես մեր ժողովուրդն է մոռացել պետականաշինության եւ պատմական ինչպես է պետությունը կառուցում եւ կառավարվում այդ մեխանիզմը, ինչպես այդպես էլ նրանք չգիտեն։ Ես թվում է դրանք առաջի սերունդն են։ Ես թվում է դա միշտ հավերժելն եւ հավերժել եղել է եւ լինելու է։ Իրանք չեն հասկանում, որ դա ինչ-որ մի պահ կա, որից հետո ես չեմ իդալացնում մնացած վերնախավները։ Ամեն տեղ էլ ամեն ինչ եղել է, չգիտեմ, իրանցից մեծ մարտակերներն եղել, բայց ինչ-որ մի պահի կանգ են առել եւ ինչ-որ մի ընդհանուր հայտարարել եկե եւ ինչ-որ կանոններ են գծել, որից հետո երկիրը ինչ-որ այլ ձևով է զարգացել։ Սրանք դա այդ ունակությունը չունեն։ Այդ ունակությունը չունեն։ Դրա համար դա վերջանալու եմ կարծիքով մի քիչ այլ ձև։ Ինչ վերջապան կարող է ունենալ, դե այսպես շարունակվի փոփոխություններ չլինեն։ Ես ներքին փոփոխության մեխանիզմ չեմ տեսնում։ Այս համակարգը չունի ներքին փոփոխության ունակություն եւ ես կարծեմ, որ արտաքին հաստատներ են լինելու։ Ցավոք իրանք մի քանի անգամ հնարավորություն ունեցել են գնալու ինչ-որ ներքին բարեփոխման եւ այդ սանձերը բաստորնելու երկրի համար զարգանալու հնարավորություններ ընձեռելու, բայց այդ հնարավորությունից այդ մարդիկ չեն օգտվել եւ կարծում չեն օգտվի։ Ցավոք։ Պարոն Բալանյան, տնտեսություն, քաղաքականություն կապը արտահայտվում է նրանով, որ եթե դու տնտեսապես հզոր երկիր ես, արտաքին քաղաքական շատ հիմնախնդիրներ կարող ես լուծել կամ բանակցային գործընթացում ավելի ամուր եւ կայուն դիրք գրավել։ Օրինակ, եթե մեր տնտեսությունը հզոր լիներ, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մենք ավելի շատ փաստարկներ չենք կարող առաջ քաշել եւ ավելի ուժեղի դիրքերից բանակցել։ Համաձայն եմ ձեր ասացի հետ։ Ուղղակի ես կարծում եմ, որ Ղարաբաղյան կարգավորում կոչեցյալը որ կա, դա մի հատ մեծ բլեֆ է, որովհետեւ անցած անգամ էլ մեր մարտահրավերում դրա մասին ես անդրադարձամ, հիմա այժմ մի քիչ այլ ձև կանադառնամ, որպեսզի մարդկանց համար ավելի պարզ լինի։ Ղարաբաղյան կարգավորման մեջ միջնորդ երկրները բացարձակապես հետաքրքիր եւ տկացում են, թե Ղարաբաղը ում է պատկանում։ Ես հետաքրքիր է մի բան, թե այս տարածաշրջանը Երևանը, Բաքուն ում վերահսկողության տակ է եւ բաղադրիչ է կարևորագույն այդ կարգավորման, դա խաղարար ուժերն են, որոնք երաշխավորն են։ Այդ երկրներին դա է հետաքրքրում։ Այդ խաղարար ուժերը, ովքեր որ տեղադրում են խաղարար ուժեր, վերահսկում են այդ կոմպոնենտով այդ երկրների վերջո խոսքը գնում է տարածաշրջանի վերաֆորմատավորման եւ վերակողմնորոշման մասին։ Խաղարար ուժերի կազմի վերաբերյալ համաձայնություն չկա, երբևիցե չի եղել եւ առաջիկայում էլ չի ենթադրվում։
մնացած կոմպոնենտները ես մի անգամ թվարկել եմ, երկրորդ անգամ չեմ ուզում կրկնել, նախորդի մարտահրավերից կարող լսողներուն կլինել լսեն, որպեսզի շատ պարզ ներկայացնեմ։ Ռուսական զորքետալնելու, դե արևմտյան։ Երբևիցե չի եղել եւ չի էլ իշմարվում, որ դա կլինի ինչ-որ կոմպրոմիս, որովհետեւ եթե կա կոմպրոմիս, ընդհանուր հայտարարի են գալիս, ապա սերբական օրինակով լինում է Դեյտոն։ Այսինքն երկու կողմերի պարտադրանք երկու կողմերին, Վաշինգտոնի եւ Մոսկվայի, Ադրբեջանի եւ Հայաստանի, ասեն սենս պետք է լինի։ Այդ դեպքում ոչ մեկը ոչ մյուսը չի դիմադրում, չնայած դա շատ բազացված եմ ասում, որովհետեւ Իրանի հարցը կա եւ Թուրքիայի հարցը կա։ Այդպիսի մի տարբերակ նույնիսկ չի իշմարվում։ Նշանակում է, որ այն ինչ որ հիմա կատարվում է, դա ընդամենը խաղիկներ են, ինչ որ առևտրային եւ տակտիկական բանակցություններ են, ինչ որ մեկը մի բան կասի, մեկը մի բան ինչ որ կփորձի իր համար փոկել։ Առավել եւս հաշվի առնելով, որ նույն Ռուսաստանի համար արևմուտքի հարաբերությունները, չլինի Ուկրաինայում հարաբերական ավելի կարևոր կան ինչ որ Ղարաբաղը, նույն արևմուտքի համար Ռուսաստանի հետ հարաբերությունում տասնյակ այլ հարցեր կան, որոնք ավելի կարևոր են։ Հայաստանը եւ Ադրբեջանը եւ Ղարաբաղը 150-րդ տեղում է։ Որովհետև եթե նույնիսկ եմ կրկնում, եթե այդ երկու երկրները Ռուսաստանն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կան համաձայնության ստեղ ոնց է լինելու, ես կարծում եմ ինչքան էլ ես ասենք դեմ լինեմ կամ կողմնեմ, ես կարծում եմ որ երկու կողմերն էլ եւ Բաքուն եւ Երևանը դիմադրելու հնարավորությունը շատ քիչ կունենան։ Նույնիսկ Իրանի եւ Թուրքիայի գործոնը հաշվի առնելով։ Ուրեմն, եթե այդ համաձայնությունը չկա, ուրեմն պետք է հասկանան, որ ընդհանրապես գնում է պայքար այդ երկու ուժերի միջեւ, Արևմուտքի եւ Ռուսաստանի։ Մեկը մի բան ավել կբրթի, որից հետո այդ բրթածը կամ ավելացվածը առևտրի է դրվում, սակակության է դրվում եւ ինչ որ բաներ սիճում են, մի բան, ասենք մեկը կարողանա մի մոմենտի, ասենք արանքը ճղի կամ խափի կամ հասկացնի թե չէ, բայց գլոբալ առումով ես կարծում եմ, որ այստեղ քանի դեռ այդ համաձայնությունը չկա եւ Դեյտոնի մասին խոսք չկա, այսինքն սոլիդար ճնշման մասին, Վաշինգտոն-Մոսկվա, որը պետք է ամբողջ տարածաշրջանը վերաֆորմատավորի։ Մնացած խոսակցությունները, բարքավորում, բանակցություններ, բնացածներ լրիվ այլ կոնտեքստի մեջ է պետք դիտարկել։ Այստեղ բարքավորման մասին խոսք անգամ չկա։ Առավել եւս որ անցած անգամ հիշատակեցի, որ Ադրբեջանը կարգավորման մասին չի էլ մտածում, ինչպես նաեւ Թուրքիան։ Չկա կարգավորում։ Կա ինչ-որ մի գործընթաց, որը վերաբերում է արտատարածաշրջանային ուժերի եւ տարածաշրջանում միած ազդեցության վերաբաշխման եւ ազդեցության ոլորտների ճշգրտման հետ։ Այդ պայքարն է գնում։ Բայց կարգավորում որպես այդպեսին գոյություն չունի։ Կա կառավարում այդ կոնֆլիկտի Երևանի եւ Բաքվին վերահսկողության տակ վայելու մեխանիզմ։ Այսքանը։ Եթե մենք տեսնենք, որ Ռուսաստանը եւ Վաշինգտոնը միամուռ կերպով կողմ են հայտնում առանց բաների եւ փաստացի ուլտիմատում են ներկայացնում, այդ թվում նաեւ զինված ուժերի ներգրավման համատեղ։ Մենք ասենք հա ինչ-որ մի կարգավորման մասին խոսք չկա։ Եթե դա չկա, մնացածը ուրեմն այդ թվում նաեւ Հայաստանի ներսում ոչ քաղաքական ուժերի հակը նկատի ունեմ, առաջին դա ուրեմն լրիվ ուրիշ խնդիրներ են մարտիկ լուծում։ Եվ լրիվ ուրիշ խոսակցության մասին է եւ այստեղ կարգավորում բառի մասին մենք այդպես պետք է մոռանանք։ Կարգավորում չկա։ Կա պայքար։ Իսկ գուցե Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները իրենց ժողովուրդներին կամ ազգաբնակչությանը սոցիալական խնդիրներից շեղելու համար օգտագործում են Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելը իրենց հարմար պահին։ Ադրբեջանի համար դա միանշանակ այդպես է, որտեղ եթե չկա արտաքին ճշտամու կերպար, ապա հարցը առաջանում է միլիարդավոր դոլարներ ինչ վրա են ծախսել։ Հայաստանի համար ես այդ մի քիչ այդպես չեմ կարծում, որովհետև Հայաստանի իշխանությունը միշտ էլ այդ իմաստով հանձնող է եղել։ Հայաստանի իշխանության համար դա բեռ է եղել եւ այլ հարց է, որ ինքը չի էլ համարձակվում եւ չի կարողանում սեփական ժողովրդից վախենալով, այդ թվում նաեւ արտաքին գործոններից վախենալով դա անել եւ Հայաստանի պարագայում ես այդքան այդ կարծիքին չեմ լինի, որովհետեւ մեր մոտ այնուամենայնիվ տարիների ընթացքում պաշտոնական կուրսը եղել է միշտ դեպի հանձնում եւ հանրությունը մեր մոտ ավելի կոշտ է, քան մեր
մեր իշխանությունը, Ադրբեջանում հակառակն է։ Իշխանությունն է կոշտ ավելի քան իրանց հանրությունը, հանրության առանձնապես պետք չի։ Ուստի ձեր հարցի պատասխանը ես կարամ տանջատեմ։ Ադրբեջանի դեպքում ես կհամաձայնվեմ, որովհետև պետական քարոզությունը հակահայկական եւ հայատյացության պաշտամունքը, այսպես ասած, իրենց պետական քաղաքականությունն է։ Հայաստանի ներսում մենք այդպիսի հակաադրբեջանական եւ ադրբեջանացիացության քարոզություն չենք տեսնում եւ դրսեւորումներ իշխանության կողմից չենք տեսնում, դեռ մի բան էլ ավելին մեր հանրությունն է ավելի կոշտ այդ իմաստով, այն վերջին նվազագույն սահմանապահումն է, իսկ մեր իշխանությունը այս իմաստով բնավ այդ քարոզության կարիքը չունի եւ հակառակը շատ մեծ հաշվիկով զիջումների գնալ միայն թե իրենց եկամուտները պահպանվեն։ Ադրբեջանի եկամուտները կախված չեն։ Եկամուտները Ադրբեջանի կախված են իրենց նավթից։ Մեր իշխանության եկամուտները զգալիորեն կապված են արտաքին վարկերից, չգիտեմ, արտաքին գործընկերների հետ հարաբերություններից եւ այլն, ուստի մեր իշխանության լեզուն այդ իմաստով կարճ է։ Այդ իմաստով նույնացնել մեր իշխանությանը եւ Ադրբեջանի պետք չի, ինչպես նաեւ իրենց քարոզությունները, բայց դա չի նշանակում, որ մեկը դրանցից լավն է կամ մեկը մյուսից վատն է, որ ամեն մեկը իր կինն ունի։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք այսօր ասպարեզի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Պալանյանն էր, հարցազրույցը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ